Գիտեք, բոլորի կյանքում է լինում է դժվարություններ, բոլորի կյանքում է լինում է փոթորիկներ, պահեր է լինում, երբ որ դու անցնում ես մի հատ շրջան, որը որ փոթորիկ է, որը որ դու ելք չես գտնում, որ մտածում ես, որ արդեն ամեն ինչ վերջացած է, Աստծո խոսքից կուզենամ մի հատ բան ձեզ հիշեցնել, երբ որ Հիսուսը նստեց նավը, որպեսզի ջրով անցնի մյուս կողմը, Աստծո խոսքը Աստվածաշունչը ասում է, որ նրա աշակերտները նրա հետևից գնացին, նստեցին նավը եւ իրար հետ նավով անցնում էին մյուս կողմը ջրի եւ ճանապարհին ինչ եղավ, շատ մեծ փոթորիկ սկսեց, ալիքները բարձրացան եւ աշակերտները գրեթե բոլորը մահանում էին եւ արդեն ելք չէին տեսնում, մտածում էին, որ ամեն ինչ կորսված է եւ իրանք կործանվելու են, մահանալու են, բայց մի հատ լավ բայց կար այնտեղ, որը որ Հիսուսն էր, եւ Հիսուսը նրանց նավի մեջ էր, եւ երբ որ Հիսուսը այնտեղ էր, չի կարող վատ բան լինել, որովհետեւ Հիսուսը Աստված է եւ կարող է իրավիճակներ փոխել եւ նրանք վախեցած տագնապով կանչեցին Հիսուսին, ասեցին Հիսուս վեր կաց մահանում ենք եւ Հիսուսը արթնացավ եւ տեսավ աշակերտներին, ասեց թերահավատներ, մինչեւ երբ ձեզ պիտի հանդուրժեմ, բայց Հիսուսը հրամայեց փոթորիկին, ալիքներին եւ ամեն ինչ հանդարտվեց, խաղաղվեց, Աստվածաշունչը ասում է, որ դրանից հետո մեծ խաղաղություն եղավ, բայց ինչն է տարբերությունը, ուզում եմ այստեղ դուք մտածեք, որ ինչն է տարբերությունը, երբ որ դու մենակ ես այդ նավի մեջ, բայց երբ որ դու Հիսուսի հետ ես, որն է տարբերությունը, երբ որ դու Հիսուսի հետ ես, դու կարող ես կանչել Հիսուսին ամեն ժամանակ եւ Հիսուսը կարթնանա եւ ամեն փոթորիկ կհանգստացնի, կհանդարտեցնի, հալիքներին կսաստի եւ քո խնդիրներին կսաստի եւ ամեն խնդիր, ամեն բան կհանդարտվի եւ մեծ խաղաղություն կլինի քո կյանքի մեջ։ Դրա համար ուզում եմ դու քեզ քննես, հասկանաս դու այս ալիքների մեջ, այս նավի մեջ դու մենակ ես, թե Հիսուսի հետ ես։ Ես կուզենամ, որպեսզի դու Հիսուսին հետևես, ոնց որ իր աշակերտները, դու Հիսուսի հետևից գնաս եւ Հիսուսին կանչես քո նավի մեջ, որովհետեւ Հիսուսի հետ ամեն բանի լուծում կա։ Բայց երբ որ դու մենակ ես առանց Հիսուսի, երբ որ դու մենակ ես այս փոթորիկի ժամանակ, հավատա դու չես կարա գոյատևես, դու չես կարա փրկվես այն ձև, ոնց որ Հիսուսը կարող է քեզ փրկել։ Դրա համար ինչի համար եմ այս խոսքը ես ձեր հետ կիսվում, ուզում եմ որ մենք հասկանանք, մենք Հիսուսի հետ ենք, թե մենակ ենք։ Եթե մենակով ես, կուզենամ Հիսուսին կանչես քո կյանքի մեջ, կանչես քո խնդիրների, քո բոլոր փոթորիկի մեջ եւ հավատա կտեսնես Հիսուսը ոնց է փոխում ամեն բան, ամեն իրավիճակ։ Դրա համար հետևիր Հիսուսին, աղոթիր Աստծո խոսքով, դու կիմանաս որն է ճիշտ, որն է Հիսուսի կամքը, որն է Աստծո կամքը, երբ որ դու կարդում ես Աստվածաշունչ եւ կանչիր Հիսուսին քո նավի մեջ եւ կտեսնես քո բոլոր փոթորիկին, բոլոր խնդիրներին լուծում կա։ Սա էր իմ հարցը, դու քո նավի մեջ մենակ ես, թե Հիսուսի հետ ես։ Որովհետեւ փոթորիկները լինելու է, ուզենանք, չուզենանք, խնդիրներ, խնդիրներ, դրանք լինելու է։ Բայց հարցը սա է, որ դու մենակ ես, թե Հիսուսի հետ ես։